Պարոն Մնացականյան, մենք վերջերս մի քանի շաբաթներին, կարելի ասել ամիսներին հետևում ենք ակտիվ այսպես հարձակումներ եկեղեցու նկատմամբ, դուք էլ անտարբեր չեք այդ հարցի վերաբերյալ, եւ մենք հասանք նրան, փաստորեն մեր քաղաքական մշակույթը հասավ նրան, որ արդեն սեռական ինչ-որ կոմպրոմատներ հորինված կամ իրական, այնուամենայնիվ փաստորեն եկեղեցու վրա հարձակումները նաեւ չեն բացառում նման գործիքների կիրառումը։ Ինչպես է գնահատում այս իրավիճակը եւ մեզ ուր է տանում այս ամենը ձեր գնահատմամբ։ Տանում է բնականաբար շատ վատ տեղ, որովհետև եկեղեցու հետ կապված յուրաքանչյուր խնդիր, ես կարծում եմ հայ ժողովրդի համար եւ Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական խնդիր կար առաջացնի, բայց այդտեղ ես ավելի շատ կուզեի ծանրանալ ոչ թե ավելի շատ ինչ են իրանք առաջարկում կամ ինչ խնդիրներն անդադ առաջացնում եւ այլն այդ խոսքը իշխող այդ թիմի մասին է խմբի, բայց այդտեղ հարցը ինձ ավելի շատ անհանգստացնում է կոմպրոմատ բառը, որովհետև այդ կոմպրոմատը, այդ Պանդորայի արկղն է, երբ որ դու բացում ես, բնականաբար ինչ որ մի պահին իրանց էլ անդրադառնալու, թե անցյալը, ներկան եւ նաեւ հետագան վտանգված ապագան, բայց ապագան ասելով արդեն պիտի հասկանանք, որ երիտասարդությունն է այսօրվա, որը որ ցավոք ամենապասիվն է որպես քաղաքական տար եւ ընտրությունների վերջին օրինակ ամենավերջին եթե Երևանի օրինակով վերցնենք 2023 թվականի հավաքական ընտրություններուն ինչ ցածր 10%-ը չեն կազմել ընդհանուր երիտասարդությունը եւ երիտասարդությունը քաղաքական ընտրությունների նայում է որպես ինչ որ վարկաբեկված, վատ պատմություն եւ չեն ուզում ընդհանրապես առնչվեն եւ ես կարծում եմ որ նույն հենց երիտասարդությունը լինելով քրիստոնյա լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օգտվելով բոլոր իրավունքներից, պետք է իրենց ձայնը բարձրացնել եւ հասկանան, որ այսօր եթե քաղաքական թիմը թույլ է տալիս եւ չարաշահում է իրավապահ համակարգի իր իրենց այդ լրիվ բուրգը խախտվել է, ով ինչ ազեկուցում եւ այլն, նշանակում է, որ այդ քաղաքական թևից հետո, գիտեք, մենք սկսեցինք քանդեցին, կարելի ասել մեր բանակային, ոնց որ գեներալների այդ սախ հեղինակությունը տարբեր ինչ-որ քաղաքական նախագահների հետևից, հիմա եկեղեցականների եւ սրբազանների եւ հաջորդես ավելի քան համոզված են լինելու են հենց երիտասարդական այն մարտիկ լիդերները, որոնք որ փորձեն, որ ինչ-որ հայտ ներկայացնեն 2026 թվականին։ Եվ այս կոմպրոմատը կարա լինի այն ժամանակ ասում էինք այդ Sakura Gate-ը ծառերի հետ կապված խնդիրը, մենք տեսանք դա չեղավ, բայց հուսով եմ 26 թվականից հետո բոլորը պատասխանատվության են կրելու վերջին 7 տարվա ընթացքում բոլոր անօրինականությունների եւ հակաժողովրդական քայլերի համար, բայց կոմպրոմատը ամենաստոր բանն էր, ինչ կարելի անել ընդհանրապես մարդու եւ իր երկրի քաղաքացու հանդեպ։ Պարոն Մնացականյան, մենք պատմությունից հիշում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահներից մեկը ստիպված եղավ թողնել պաշտոնը նախագահական մրցապայքար, որովհետեւ բացահայտվեց, որ իրենք մրցակիցների նկատմամբ փորձել էին կոմպրոմատներ հավաքել։ Մենք բարձր այդ մշակույթը չունենք, բայց ինչ-որ կարմիր գծեր ունենք։ Այնուամենայնիվ, սա ինչի մասին է խոսում իշխանությունը, որտեղ կոմպրոմատից հետո գալիս է մարդ խփել արդեն։ Դա է մնացել, որ այս բանը պետք է արվի։ Իշխանությունը կյանքի ու մահվան կռիվ է տալիս եւ սա կարող է արդյոք նշանակել, որ իրենք հնարավոր բոլոր միջոցներով այդ թվում նաեւ ապօրինի փորձել են չթողնել իշխանությունը, որը ժողովուրդը այսպես անվստահությամբ ուզում է վերցնել իրենցից։ Գիտեք, երբ որ դու տեսնում ես, որ քո երկրի այսօրվա իշխանություններում ձեռը հասել է այդ իշխանությունը, դա կարանք տնավարի ասենք, ոնց որ չգիտեմ, ասում պեչատից սկսած, վերջացած մնացած բոլոր դծակները, չարաշահում են բոլոր տիպ, այսինքն երկրում մնացած բոլոր տեղերը ձախողված է, բոլոր թեմաները, բոլոր ոլորտները, դու փորձում ես ինչ-որ մի հատ կեղծ օրակարգ ստեղծել եւ գնաս եկեղեցու հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևից, դուք լինելով, ասենք, շատ ավելի շատ հարցերով վիճելի եւ ընդհանրապես վիճակում, թե սկսած ձեր բարոյական նկարագրից եւ վերջացած մնացածը, կոռուպցիոն այդ սկանդալները եւ այլն հասկանում եք, ամեն օր կա մի բան։ Բայց հարցը ստեղ մի քիչ, գիտեք, ավելի խորքային է, արդյոք այսօրվա քաղաքական իշխանությունները այդքան կոմպետենտություն ունեն, որևէ ռեֆորմ անեն եւ որևէ գնալ դեպի, ասինքն սկսած եկեղեցու հանդեպ, ինչած մեր մնացած ոլորտներում քաղաքացիների։ Իհարկե, ցավոք նորագույն պատմության մեջ մենք շատ ենք տեսել, ցավոք, եւ հենց դրա համար եղավ 2018 թվականը, որ այդ վատ բարքերը ընդհանրապես էլ չկրկնվեն, բայց հիմա մենք տեսնելու ենք այդ կոմպրոմատից հետո մյուսը համաձայն եմ լինելու, այսինքն մարդու իրավունքների ոտնահարում, անգամ այնքան են, որ սկսած հասարակական կազմակերպություններ, վերջացած քաղաքական կուսակցություններ եւ
Մյուս ամենավատը ինչն ալնելու նման դեպքը ցույց է տալիս այս նման մենտալիտետ ունեցող երկրների եւ ղեկավարների երբ որ չունեն բարոյական նորմերը, այսինքն սկսելու են ինչ-որ փողոցային այդ փողոցի ժողովրդի հետ փորձել, հա, չեմ ասում հանցագործ, չեմ ասում այդ ինչ-որ մնացած անուններով ասեմ, որպես քարոզ չճանաչեն, բայց սկսելու են, այսինքն վախացնել արդեն ամեն մեկը տեսնում ենք հիմա ամեն մի падգամավորի կողքը կամ ամեն մի նախարարի կողքը ինչ-որ կողքը տենց հայտնվում են մարդիկ սութի խարոշիներ եւ այդ մարդիկ էլ հենց վերջնական այդ ձորից գցելու այսօրվա իշխանությունը, որտեվ բնականաբար մեկը կասի բա մեր ինգերոջն է վիրավորում, որտեվ սկսած Հովանավանքից, ես ասենք ալդերում արդեն մարդիկ հենց մեկ տեսնում, որ հասկանում ես այդ մեկը կամ նույն այդ հանրային խորհուրդը, հա, որ պետքա կամ նույնը նախագահ ինստիտուտը, որ պետքա ընդհանուր կարողանար այդ հետաքրքիր ինչ-որ բուֆերի ֆունկցիան կատարել, բայց նախագահան ցավոք այդքան հեղինակություն չունի։ Հանրային խորհուրդը ընդհանուր մենք հիմա պայքարում ենք մեր որոշ քաղաքական կուսակցությունների կամ ընդհանրապես հասարակական լիդերների հետ, հանրային հեռուստաընկերությունը, որ նաև պետք է լուսաբաներ, դարձել է մի կուսակցության կամ վարչապետի ընդհանուր ինչ-որ մամուլի գրասենյակի ինչ-որ մի հատ կցորդ։ Հանրային խորհուրդը նույնպես անցած օրը տեսնում եմ վարչապետը հրավիրել է Տավուշի մարզն գնացել, հանրային խորհրդում ունեց մարդիկ, որ ընդհանրապես իրանք, այսինքն եթե ինչ-որ մեկ ունի, այսինքն դա շահերի բախում է, օրինակ մեկը շենքա կառուցապատող է, մեկը ինչ-որ ռեկտոր է, եւ այդ բոլորները, չեմ ուզում բոլորին թվարկեմ, շատ անձնավոր եմ խնդիրը, բայց սա եւս գալիս է բարոյական իմպերատիվների հարցը։ Արդյոք այդ մարդիկ իրավունք ունեն գտնվեն հանրային խորհրդում եւ արդյոք հանրային խորհուրդը նշանակողը ինչ իրավունքներ ունի։ Դա հանրությունը իրականում մենք պետք է որոշենք, այսինքն հասկանանք մեխանիզմը որն է, ինչ պետք է ցույց տա բանը, օրինակ հանրային հեռուստաընկերությունը կամ հանրային խորհրդի ինչ հարցեր քննարկի։ Դե հանրային խորհրդի ասենք ռեյտինգը եւ ճանաչելուսը զրոյին մոտ է, հասկանում եք, ուղղակի մարդիկ գնացել են իրանց համար իրանց հարցերն են դասավորում։ Բայց հանրային հեռուստաընկերության հետ կատականել չի կարելի, որովհետեւ հանրային հեռուստաընկերությունը դա եզակին որ ամբողջ մարզերով են նայում, քիչ թե շատ որոշակի ինչ որ տարեցխմբեր կան, որ դեռ վստահում են եւ նման կերպ չարաշահել վստահություն եւ խախտելով եւ ընդհանրապես այդ օրենքները ժամանակ արդեն այս ուզում եմ սպասեմ այդ դեպքով մի օր մի հատ քաղաքական ակտիվիստի օրինակ էլի ծեծեն Պազեզդում ոնց որ արդեն կամ մի հատ եւս սպանություն լինի ոնց որ մեր գործընկերոջ ասենք Գրիգորյան Վալոդիայի դեպքում հասկանում եք 40 օր անցել է դեռ որևէ բան հստակ չեն կարողանում պատասխանել մենք կոնկրետ հստակ նշում ենք որ սա քաղաքական սպանություն էր թող չքողարկեն որևէ անձնական պատմություններով կարող անձնական առիթն է եղել բայց հիմնական ֆունդամենտ եղել է քաղաքական ընտրությունները որտեղ ես ինքս որպես եւ քաղաքային պլանավորող եւ ընդհանրապես հիմա արդեն կուսակցության ղեկավար գտնում եմ որ համայնքային ընտրությունները նման փոքր տեղեր դեռ չկայացած ժողովրդավարական ինստիտուտները կարծում եմ դեռ ժամանակավրեպ էր եւ ցանկալի կլներ անգամ որոշ դեպքում Երևանի քաղաքապետ ինչ որ մի պահ չեմ ասում միշտ նշանակովի լիներ քաղաքը խելքի բերեին եւ մնացած համայնքները հա Երևան եւ կողքի համայնքները խելքի բերեին նոր դրանից հետո արդեն կարելի էր մտածել ժողովրդավարական ընտրությունների դեպքում որտեղ մինչեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չհանձնվի դեմոկրատական ինստիտուտների եւ այսինքն գործողություններից հետո, այսինքն ոնց որ 26 թվականին։ Նոր այդ ժամանակ կարելի է մտածել, որ ուրեմն իրոք այսքան բան ներվել է, բայց գոնե իմանանք, որ 26 թվականին արդեն այս մարտի գնացին։ Տեսեք, դուք հիշեցրեցիք այդ դեպքերը ակտիվիստերի հետ, սա ձեզ չի զարմացնում արևմուտքի եվրոպական կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ անդադ խոսող կառույցների լռությունը, որովհետեւ ինձ մոտ դարձավ տպավորություն հատկապես օրինակ Չախոյանի ծեծից հետո, հա, որ իշխանությունների այդ սատելիտները ասում են, որ բայց ուղի եթերում ենք, չէ, ծեծել, ասենք ժողովրդավարության ոնց որ գլխավոր կանոնը Պավելը։ Ձեզ զարմացնում է լռությունը եւ ինչ բացատրություն ունեք դրա համար։ Ինձ չի զարմացնում, ինձ որպես կուսակցության ղեկավար վիրավորում է լռությունը, որովհետեւ եթե ես ինքս իրավաբան եմ մասնագիտությամբ եւ երկար ժամանակ զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանությունով, այդ տարբեր այդ զեկույցները արտգործնախարարության, կառավարության, միջազգային կազմակերպությունների միանշանակ այդ կարելի երբեք իդեալական չի եղել, հասկանում եք, մենք սա հասկանում ենք, բայց երբ ձեր ասած կարմիր գծեր անգամ մարդու իրավունքների հարցով, չեմ ասում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ ունենք, ինչով է զբաղվում այդ ինստիտուտը։ Նման դեպքում Արտուր Չախոյանի օրինակով Արտուր Չախոյանը պետք է այդ իրանց ստեղծած անհասկանալի տարվա մարդը ճանաչեն փոխանակառավարությունը շագրգռված լինի, որտեղ ինքը իրանց ներքին կոռուպցիոն խնդիրներն է բացահայտում։ Չէ, որտեղ կա կառավարության չէ վերահսկողության, կա մնացած վերահսկողության ծառայություններ, չեմ ասում այդքան այլ իրավապահ մարմինները անդադար մեծացնում, հզորացնում են, բայց այդ որևէ բան չի կարողանում, այսինքն իրանք ասում հա դե եթե չլիներ
այդ պայքարը դուք ոնց եք իմանալու։ Իրանք ոնց մեզ լավություն են անում։ Նախ իմանում եմ, որովհետև նույն այդ Արտուրի նման ամեն ոլորտով մարդիկ կան։ Բայց այս ոլորտները գնալով պետքա շատանան։ Այսինքն Արտուրը բացահայտում է ընդհանրապես բարեկարգման հարցերը, օրինակ քաղաքապետարանը։ Դուք պատկերացնում եք, եթե տարբեր ոլորտներին սկսեն, ասենք մշակույթի ոլորտում, կրթության ոլորտում, սպորտի ոլորտում, երիտասարդության, սոցիալական, այս սոցիալական ոլորտում ինչ որ կատարում է, դա ամենակարևորն է, այսինքն ամենամեծ խնդիրներն է, որովհետև այս վերջի դեպքերը սկսած Գեղարքունիքի ծափաթաղ, հասկանում եք, մենք ունենք ծանր սոցիալական խնդիրներ, այսինքն դպրոց վերանորոգելով մանկապարտեզ անգամ ճանապարհներով մենք երկար հեռու չեն գնա եւ դա չի կարա հիմնական ծառայել նպատակին, եթե չկա այդ հիմնական փաստաթուղթը։ Եթե հիշում եք, մենք մի անգամ զրուցել ենք այդ ռազմավարական մաստեր պլանի մասին։ Քանի կոպեկ չարժի որևէ բարեկարգում, մայթ կլինի, փողոց կլինի, բակ կլինի, եթե այս քաղաքը չունի ռազմավարական մաստեր պլանը, այսինքն եթե դու մենակ ավելավը կենտրոնանաց մի տարի կազմես 2 տարի ինչ որ գումարներ ծախսես, այսինքն եթե դու ակադեմիական քաղաքում ապրելու 40,000 մարդ, շատ բարը մշուշոտ ապագան, բնականաբար չի լինելու դա ակադեմիական քաղաքը, որտեղ մենք այդ շատ հարցերում ներուժը չունենք։ Բայց դուք վճարում ես մոտավորապես $1 միլիոն ավել արդեն վճարել ես մենակ ակադեմիական քաղաքի մաստեր պլանի համար, $1 միլիոն եվրոից ավել, չեմ ասում $6 միլիոն վերջերս տվեցին, որ ընդհանուր այդ անգլիական կազմակերպությունը, հա, կազմի, չգիտեմ, այդ գիտական կրթական ծրագիրը պատկերացնի, մի քանի 100,000 միլիոն շատ որ են տարբեր տարիներում տրանսպորտային ռեֆորմների համար, բայց ամենակարևոր փաստաթուղթը քո մայրաքաղաքի, քո $1 միլիոնանոց մայրաքաղաքի փաստաթուղթը անգամ $50,000 չես ուզում ծախսես եւ ասենք այդ ինչ կար 15 տարի առաջ 20, 30 եւ 40 նույն գլխավոր հատակագիծը փոխում է եւ դա էլ առաջաբերում սեզ որպես ոչ թե չեմ խոսում որպես քաղաքային պլանավորող ես խոսում եմ որպես սա շատ կարևոր քաղաքական փաստաթուղթ է դառնում ինչ որ մի պահին ռազմավարական մաստեր պլանը, բայց ինչքան ուշանում ես, իսկ գիտեք ուշացած որոշումը արդեն երբեք ուշացած լավ որոշում չի, ճիշտ որոշում չի։ Ինքը արդեն իր հերթին բերում է մյուսը արդեն պետք է հասցնես, բայց իրանք չեն հասցնում։ Դու իսկ համայնքային խնդիրները, հատկապես սոցիալական, հա, տրանսպորտն էլ է համայնքի խնդիր, բայց սոցիալական խնդիրները շատ ավելի խորն են, որտեղ եթե դու կարողանում ես օրինակ ցույց է տալի, որ լավ բան, օրինակ մայթերի զավթած կամ գազոնների զավթած, անօրինական, ինքնակամ այդ բուտկաները հանում եք, շատ լավ է, մենք էլ էինք անում, բոլորն է շատ լավ է, բայց այստեղ հարց կա նաև սոցիալական սաստավլայոշիկը, հասկանում եք, այդ բաղադրիչ ունի իր մեջ, որտեվ ժամանակին օրինակ նույն օրինակ բերեմ շրջանային թաղամասի մոտով, հա, երիտասարդական մետրո շրջակայքում, որտեղ հիմնական 5-6 բուհ կա, բժշկական համալսարանը, գյուղինստիտուտը, բժշկական ուսումնարանը, պոլիտեխնիկը, ճարտարագիտականը, գեղարվեստը, համալսարանը, այդ շրջակայքում մենք ունենք օրինակ 20-ից 20 հատ ժամանակներ տաղավարներ, որոնք իրական ոչ գազոնի վրա էին, ոչ լայն մայթերի մոտ են, մայթի վրա են, բայց այդ ժամանակ մայթը նեշ էր, որ 2 մետրանոց մայթում բերի դեր, այսինքն 6-7 մետրանոցում էր, որ մնացածին այդ հոսքերին հետիոտնի չէր խանգարում, բայց երիտասարդությունը Հայաստանի Հանրապետության, այսինքն մեր մայր բուհերում սովորող բուհում եւ մնացած բուհերում սովորող ուսանողության կարելի ասել մեծ մասը մարզերից են։ Արդեն մարզերից երեխեքը գալիս են, արդեն մեծ դժվարությամբ տալիս են ուսման վարձերը։ Դուք պատկերացնում եք այդ միակ տեղը որ 100 դրամից մինչև 300 դրամ կար խաչապուրիներ, կարալներ, հոթ-դոգներ եւ այլն տարբեր տիպի բնականաբար նորմալ վիճակում այդ որ մարդիկ ասում են չի կարող է այդ գներով շատ հնարավոր նորմալ ուտելիք լինել կենտրոնում։ Դե վարձներ քիչ, հասկանում եք, տարբեր հարցեր կար։ Բայց մենք մի քանի երիտասարդի այսօրվա քաղաքապետարանը կառավարությունը, չգիտեմ, մնացած պատասխանատուները նույն կրթության նախարարության զբաղվելու հարցը նախարարների, անհանգստանալու հարցն է, որ իրանց երեխաները ուղարկում են Երևան, կարան ընդամենը 500 դրամ տալիս են, գիտեն, եւ տրանսպորտ եւ ուտելիքի հարցը, այդ երեխեքը կարող են լուծեն։ Այդ բաղադրիչը սոցիալական տեղ է, եթե դու արհամարում ես, ասում ես լավ բան եմ արի, ինչա մի օր Facebook-ով մի հատ դնես, ոնց է կռանը հանում, այդ աղավարը, դա ինքնակամ չէր, դա անօրինական չէր, դա ժամանակին թույլտվություն ա, պետություն, դու վերցներ, ասել ոնց որ մնացածներն ես ասում, վերցրա վերանորոգի այդ աղավարները, բայց այդ աղավարների պայման դիր, որ անպայման լինի այդ մաչելի եւ էժան ուտելիքը, այս սա է կարևոր։ Ամենացակերան, մենք ոնց որ քաղաքականից եկանք այն դաշտ, որտեղ դուք հետաքրքիր ասելիք պիտի որ ունենաք, վերջերս մենք լսում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողին եւ պարզվեց, որ այն ինչի դեմ իրենք նախորդ տարի իբր որոշում կայացրեցին, խցանումներ եւ 13 անգամ թանկացրեցին կարմիր գծերը, Պարզմա եւ ասում են դա կթե բեռնաթափի կենտրոն, պարզմա հեչել չբեռնաթափեց եւ դա չէր լուծումը։ Եվ լուծումը պետք է լինի այն, որ մասնավոր մեքենաները սահմանափակում մտցվի, մասնավոր մեքենաների մուտքը դեպի կենտրոն, փոքր կենտրոնի մասն է, կարծեմ թե խոսքը։
Այսպես եթե գնանք, կարծեմ թե հասնենք նրան, որ փոքր կենտրոնում ապրեն միայն իշխանության ներկայացուցիչները ու հասարակ մահկանացուներ, այսինքն մենք կենտրոն մտնելու թույլտվություն չունենանք, կամ Կիրակի օրը թանգարանային բաց դռների օրերը կարելի է գալ կենտրոն տալ։ Դե գիտեք, իրականում ստեղ մի քիչ հարցը շատ ավելի բարդ է, բազմաշերտ է, որովհետև կենտրոնը յուրաքանչյուր քաղաքներում, հատկապես Երևանի պատմականորեն տենց է ստացվել, որ սա կենտրոնացած է կենտրոնում եւ դրա համար սկսած մշակութային, դիվանագիտական, ժամանցային եւ այլն։ Եվ կենտրոնը մի քիչ ռելիեֆային պայմաններ շատ ավելի հարմար է քայլելու, չեմ ասում գլխավոր Ալեքսանդր Թամանյանի հետ շատ այդ ժամանակվա շատ հետաքրքիր գլխավոր հատակագիծը, բայց ցավոք չկարողացան անգամ ես եկեք խոսանք 7 տարվա կտրվածքով, 7 տարուց ավել որևէ դինամիկ փոփոխություն ակնառու չեղավ համաչափ զարգացման, այսինքն մնացած վարչական շրջանները որպեսզի զարգանա։ Ստեղ ինչ վերաբերում է տրանսպորտին, ասեմ, որ իրականում թնջուկը միշտ լինում է տրանսպորտում։ 7 տարվա մեջ մենք եկեք հաշենք, քանի միլիարդ դոլար ավել, չէ, կարող ենք բանը վերցրել են այդ քաղաքացիների հաշվին այդ վարկերը։ Բայց պատկերացնում եք 7 տարվա մեջ որևէ մի հատ գետնանցում չեղավ։ Այսինքն դուք եկեք պատկերացնենք, որ չլիներ օրինակ Կինոռասիա, այդ Տիգրան Մեծ, Ագաթանգեղոց այդ հատվածի Խանջանի Ստորգետնյանցում կամ Պրոսպեկտին, հա, Պրոսպեկտ Լուսավորիչ Պարոնյան կամ Բաղրամյանը ժամանակին մենք Բաղրամյան երբ որ Օրբելի պետքա գնանք, օպերայի մոտից արդեն այդ ձախ գծի վրա բան էինք կանգնում։ Կարմիր լույսը պատկերացնում եք տրաֆիկ բաներ, պրոբկա էր որ ձախ գնանք։ Լավ է, թունելը հարցը լուծեց։ Հիմա ինչի չկարողացան այսօրվա քաղաքային իշխանություններն ու իհարկե դա մենակ քաղաքային իշխանությունները արդեն ես հասկանում եմ, որտեղ իրանք դառել են ոնց որ մեծ փոքր աղբերերը, խոպես սաղին տիրություն են, չեն թողնում որևէ մեկը նոր հաջողություն, մարզերում հենց սուբվենցիոն ծրագրերով տենց ինչ որ քաղաքապետերի մեծ մասը տենց գիտելիք փորձ չունեն, ուղղակի տենց կուսակցական բաներով առաջ են գնացել, հասկանալի է, բայց Երևանը որպես ֆլագմանային պետքա շատ ուժեղ մեծ ռեֆորմներ կարողանան անել։ Այսինքն մենք օրինակ սկսած մեր այդ ցիրկի մոտի տարածքը, կինո հայրենիքի մոտի տարածքը, տարբեր Երևանում որպես այս պահին 11 հատ կարող էր նոր շրջանաձև, հա, այսօր կալցեվոներ եւ ստորգետնյա իրանց բաներով կառուցել։ Բայց չեն անում, որտեղ այդ մարդիկ էլ ռեֆորմ անելու համար կոմպետենցիա պետք է Մուրազի։ Իրանք չունեն, այսինքն յուրաքանչյուր ռեֆորմ ենթադրում է կոմպետենցիա, նորիդիա, մարդկային ռեսուրս։ Այդ մարդիկ ոչ նորիդիան ունեն, ոչ կոմպետենցիան, ոչ մարդկային եւ ցանկություն ամենակարևորը։ Այդ իրանք ուզում են, որ ընդամենը այդ ինչ-որ տենց որոշակի, հասկանում եք, մենք դառնենք նստը Պավլոցյանը, որ այդ ապրում ենք այդ Facebook-յան իրականության մեջ, այդ ինչ-որ այդ ռեպորտաժներ, ռիլեր, կառավարության ինչ-որ կդրած երաժշտություն են դնում եւ այլն։ Այսինքն լավ օրինակ է, շատ ցցուն օրինակ է վարչապետի հեծանիվ քշելը։ 7 տարվա մեջ մի մետր բացեն մեր կողբացի էքսպերիմենտալ, որ մենք արեցինք, որ ամբողջ կողբացին պետք է ավարտացնենք այդ 100 մետրից։ Մի մետր ավել հեծանիվի չի կառուցել, բայց ինքը սաղորը քարոզում է հեծանիվ։ Այսինքն որևէ մեկը Երևանի օրինակով են բերում, որևէ մի ծնող չի թողի իր երեխային հեծանիվով գնա դասի։ Բնականաբար այս ճանապարհներին դու չես կառուցում, այսինքն դու մենակ հեծանիվը ոչ թե տաս, դու ոչ թե պետք է իրան այդ ոնց ասեմ, ձուկը տաս, այլ պետք է կարթը տաս։ Դու պետք է բացատրես, դու երկար աշխատանքներ կա դպրոցներում անել, երկար աշխատանքներ պետք է թաղային, որ այսինքն դու հասկանաս, որ թաղում կարելի է հեծանիվները, որտեվ իրականում ինչ որ Երևանցին կամ ընդհանրապես մեր երեխաները չունեն հեծանիվ։ Հələ գնավ ամեն մի բակերը մտի հարյուրավոր հեծանիվ կա, այսինքն երեխեքը գիտեն քշել, ուզում են քշել, բայց որևէ մեկը չի թողում երեխուն բակից դուրս գա, չէ՞։ Որտեվ այդ դա է հարցը, որտեվ այսօրվա պարեկների այդ ոստիկանական ռեֆորմը կարելի է համարել, ես շատ դեպքերում համարում եմ ձախողված եւս, որովհետեւ փոքր կենտրոնում զեբրայի վրա տաքսին կանգնած է, հանրապես կամ տաքսին կանգնած է կանգառում, ընդհանրապես ասում եմ բանետեղ չգիտեմ, խաչմերուկներում կենտրոնում մեքենաները գալի կանգնացում են, մտնում են, որևէ անգամ կողքը նկատողություն չեն անում։ Ես նաեւ կուզեի լրագրողներ ուշադին այս հարցին։ Մի օր գնանք կամերա դնել, մի քանի խնդիր, տեսենք երկրորդը հիմա ես ուշացա, որովհետև Հանրապետության փողոցի վրա առանց քաղաքային ճիշտ պլանավորման, առանց գրագի այդ պլանավորման թույլ են տվել մի փոքր փողոցի վրա փորձել են բարեկարգել, մայթերը ինչ որ փոխել են, բայց պետք է մայթերը ոչ թե փոխել, այլ լայնացնել, բայց ումա պետք է այդ մայթերը փոխում ես, երբ որ 3-4 հատ արդեն տարբեր սուպերմարկետներ կան, այդ Թումանյանից ընկած մինչև այս Արամի փողոցի հատված։ Ընդհանրապես փոքր տեղը 4 հատ մեծ սուպերմարկետ է եւ ընդհանրապես առավոտյան խնդրում 10-ից 12-ը մի հատ անցեք տեսեք քանի հատ առաքման մեքենաներ կա, երկրորդ եւ երրորդ շարք կանգնած։ Հետո ասում են ո՞նց է առաջանում։ Այդ տրանսպորտային
խնդիրի համար այդ կոմպետենցիան է պետք։ Ես քաղաքապետանում այսօր չեմ ճանաչում տրանսպորտի մասնագետ, պարոն Մուրադի, դա է ամենակարևորը։ Այսինքն մենք ոնց որ դու գնում ես բժշկի, ասենք քաղաքապետանը չունի առողջապահության վարչություն, բայց դու չես գնում բուժվես այդ մարդու մոտ։ Դու մաքսիմում ինչ-որ քաղաքականությունն է որոշում, ինչ-ինչ պայմաններով, չգիտեմ, ուրախանում են, ասում են առողջության կենտրոն։ Իսկ ինչի որոշեցի, որ դա պետք է առողջության կենտրոն, ոչ թե պոլիկլինիկա, ո՞ւմ է խանգարում, ասում են որ Սաղ աշխարհում տենց է ընդունված տուրիստների մի տոկոսը կյանքում չի գնալու մեր պոլիկլինիկան։ Ինչի մենք փոխեցինք մեր պոլիկլինիկան, որ մեր ինքնության, մեր հիշողության, այսինքն բնակիչների մեծ մասը գիտի որ պոլիկլինիկան է ֆունկցիաներ, ինչ եք փոխում, երբ որ իրականում որևէ համակարգային փոփոխություն չեք անում դուք։ Ես բերում եմ առողջապահության, որ մարդիկ հասկանան դա սոցիալական նաև խնդիր է, չէ՞։ Այսինքն նույնը հիմա, բայց դու գնում ես, գոնե գիտես, դա բժիշկ է, ավարտել է բժշկական համալսարան։ Տրանսպորտով կարաք ասեք, եթե դուք մի մարդ ճանաչում եք, կամ եկեք հրապարակում կանգնած ենք, 100 մարդու ասենք տրանսպորտի մասնակ, ասես չի ճանաչում, ասես բժիշկ ճանաչում ես, հաստատ կասի բժիշկ, ճարտարապետ։ Եթե Երևանում ճարտարապետությամբ ազգագրագետ էր զբաղվում, կարծում եմ։ Դե այդ ազգագրագետը տեսանք ինչ արեց, ինչ հետք թողեց, այսինքն Կարեն Դեմիրճյանի եւ տարբեր քաղաքապետերի կառուցած այդ ճեմուղին քանդեց, հետո պարզում է նույն Չախոյան Արտուրին շնորհակալություն հետևեց, որ տեսա մենք գնացինք այդ տեղը, տեսանք որ Բաքվում են տարեթափ, պարզվում է վաճառեցին տարբեր դեպքեր։ Այդ մարդը փոխանակ հիմա խնդիրների մեջ լիներ, օրինական օրենքի այդ խնդիրների մեջ լիներ, խնդիրներ։ Ով ասես խնդրեմը չէ, բացի այդ մարդուց։ Եվ տալել են այդ մարդուն բանում, հիմա ինչ որ ազգային ժողովում, չգիտեմ, մենոր տեսա տորթ է, փչում ինչ որ տորթով մտել է, ուրախացած, որ իրան տալել է ինչ որ մեկը գործի, որտեղ ինչ որ մեկի կուրսից է եղել։ Հիմա ոնց կարելի է վստահել այդ իշխանությանը եւ ոնց կարելի է ընդամենը մտածել, որ 26 թվականին կարող է որ ինչ որ բեկումնային բան լինի քաղաքացիների համար։